Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ Անին և մենք այսօր պատրաստելու ենք շատ համեղ տորտ նուտելլա։ Դրա համար մեզ անհրաժեշտ է 6 ձու, շաքարավազ, ալյուր, կակաո, մեղր, ձեթ, վանիլին, քացախ, հալեցրած կարագ, իսկ կրեմի համար կօգտագործենք սերուցք և խտացրած կաթ։ Այժմ սկսենք։ Առաջին հերթին հարում ենք 6 ձուն։ Եվ մեր խմորի պատրաստման գրեթե մնացած ամբողջ գործընթացը կատարում ենք գոլորշու վրա։ Այժմ ավելացնում ենք շաքարավազը, դեռևս 1 բաժակ, և հարում։ Ավելացնում ենք ևս 1 բաժակ շաքարավազ և հարում։ Այժմ ավելացնում ենք 3,5 ճաշի գթալ մեղր, այնուհետև 3,5 ճաշի գթալ քացախին ավելացնում ենք 1,5 թեյի գթալ սոդա, խառնում ենք և ավելացնում մեր խմորին։ Եվ հարում։ Ավելացնում ենք 100 գրամ հալեցրած կարագը, Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ Անին և մենք այսօր պատրաստելու ենք շատ համեղ տորտ նուտելլա։ Դրա համար մեզ անհրաժեշտ է 6 ձու, շաքարավազ, ալյուր, կակաո, մեղր, ձեթ, վանիլին, քացախ, հալեցրած կարագ, իսկ կրեմի համար կօգտագործենք սերուցք և խտացրած կաթ։ Այժմ սկսենք։ Առաջին հերթին հարում ենք 6 ձուն։ Եվ մեր խմորի պատրաստման գրեթե մնացած ամբողջ գործընթացը կատարում ենք գոլորշու վրա։ Այժմ ավելացնում ենք շաքարավազը, դեռևս 1 բաժակ, և հարում։ Ավելացնում ենք ևս 1 բաժակ շաքարավազ և հարում։ Այժմ ավելացնում ենք 3,5 ճաշի գթալ մեղր, այնուհետև 3,5 ճաշի գթալ քացախին ավելացնում ենք 1,5 թեյի գթալ սոդա, խառնում ենք և ավելացնում մեր խմորին։ Եվ հարում։ Ավելացնում ենք 100 գրամ հալեցրած կարագը, ավելացնում ենք մի փոքր վանիլին, ավելացնում ենք նաև ձեթը, 3 ճաշի գթալ, և այժմ մեր խմորը կարող ենք անել գոլորշու վրայից։ Այժմ մեր խմորին ավելացնում ենք 3 ճաշի գթալ կակաո,